Սիրելի այծեղջուրներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով, բարի արև։ Այսօր փետրվարի 26-ն է եւ ես կներկայացնեմ մարտ ամսվա համար կանխատեսումը եւ ինչպես հասկացաք, սա վերաբերում է ես ստիպված եմ ամեն անգամ նշել, քանզի նոր մարդիկ են միանում, չեն հասկանում, ինչ ասել է ասցենդենտ, չգիտեն եւ այլն հարցեր են առաջանում, ուստի ես ուզում եմ նշել, որ վերաբերում է բոլոր նրանց, ում ասցենդենտի նշանն է այծեղջուրը եւ վերաբերում է նրանց, ում արևն է գտնվում այծեղջուրի նշանում, այսինքն կենթանակերպի նշանը ձեր այծեղջուրն է։ Ահա, ինչ ունենք մենք մարտ ամսին։ Մինչ սկսելը ես ուղղակի ասեմ, որ դուք գտնվում եք երկրորդ տեղում եւ ունեցել եք հետընթաց։ Հետընթաց հայտնվել եք 4-րդ տեղում։ Այսպեսին է իրավիճակը, ես ինչպեսին որ դիտումներն են, շատ ամեն ինչ թափանցիկ, մաքուր, ինչ քանակով որ դիտումներն են, ըստ դրա ուրեմն որոշվում են հերթականությունը։ Եվ հիմա գնանք առաջ, մարտ ամսին ինչ ունենք, բնականաբար լուսնի խավարում։ Դա ինչ խոսք լուսնի խավարումը, բնականաբար դա անդրադառնում է բոլորի վրա, անկախ նրանից, որ այն տեղի ունենալու հենց հողի նշանում, այսինքն ինչ որ առումով ձեզ համար այն կարող է դրսևորվել դրական, ինչ որ առումով, բայց բոլոր դեպքերում ընդհանուր էներգիան այստեղ բացասական է, չհաշված որ մենք հիմա գտնվում ենք խավարման միջանցքում, սա է գիտություն, քանզի 17-ին փետրվարի տեղի ունեցավ արևի խավարումը ջրհոսի նշանում եւ հիմա մենք խավարման միջանցքում ենք եւ արդեն մարտի 3-ին տեղի կունենա լուսնի ամբողջական խավարումը, ինչի մասը որ ասում էի, կույսի նշանում է լինելու, հողի նշան է, ինչ որ առումով ձեզ համար ավելի այդպես բարվոք վիճակ է, չնայած սա հարաբերական է, որտեղ դուք կարող եք լինել այծեղջյուր, բայց երկվորյակի աղեղնավորի ձկան նշանում կամ այդպես կույսի նշանում ունենաք մոլորակներ եւ ինքնին դուք դառնաք այդ խաղի մի մասը կամ այդ դերակատարներից մեկը հանդիսանաք, ահա այսպիսի իրավիճակ կարող է լինել։ Մարսն է փոխելու իր նշանը Վեներան, 2 անգամ կհասցնի փոխել իր նշանը եւ իհարկե այսօր 26-ը Յուպիտերի օրն է, ձեզ Յուպիտերն է բաժին ընկել, որը հենց ձեր հակադիր նշանում է գտնվում, սիրելի այծեղջուրներ, եւ ինքը կդառնա ուղղընթաց։ Իհարկե նորից շատ հարաբերական է, ճիշտ է, ձեր հակադիր նշանում է, բայց հիմնականում ինքը լավ իրադարձություններ է բերում մարդկանց կյանք եւ այստեղ հնարավոր է ինքը ձեզ ապահովի շատ այծեղջուրների գիտեք, եթե ուզում եք անձնական կյանքում պարտների ուրեմն հայտնվելու մասին է խոսքը կարող է լինել եւ այստեղ համագործակցություն եւ այլն շատ մարդկանց հետ հնարավոր է շփվեք, շփում ավելի մեծ լինի եւ այստեղ նաեւ հնարավորություն ընտրության հնարավորություն ունենաք թե ինչ որ հարցերի շուրջ համագործակցելու թե անձնական կյանքում, այնպես որ ինքը կդառնա ուղղընթաց եւ այստեղ բավականին ակտիվություն կնկատվի։ Այնուհետև սպիտակ լուսինն է փոխելու իր նշանը, ինքը նորից մտնում է հողի նշան, սա նորից ձեզ համար լավ է։ Տեղի կունենա նորալուսինը եւ ամենակարևոր իրադարձությունը գարնանային գիշերահավասարը։ Արևը կմտնի խոյի նշան եւ ես այդ մասին կանդրադառնամ այդ թեմային, Մերկուրին ինչպես ասացի, արդեն ինքը կդառնա ուղղընթաց, որովհետեւ հենց այսօր Մերկուրին դառնում է հետընթաց ձկան նշանում, այսպիսի բան հնարավոր է որ դուք ձեր հարազատների ընկերների հետ ինչ որ հարցեր կան, կիսատ հարցեր կան, որ դուք քննարկում եք ընտանիքում, ահա այսպիսի իրավիճակ է, ես հիմա սկսեմ հենց մարտի 2-ից, երբ Մարսը կմտնի ձկան նշան, ձեր ֆինանսների տաններ հավանաբար եւ մուտքեր եւ ելքեր եղան ֆինանսական, սիրելի այծեղջուրներ եւ հիմա արդեն գիտեք, այստեղ հավանաբար ինքը կմտնի ձկան նշան, այնտեղ իրեն լավ չի զգում, մինչև ապրիլի 10 տեղ է մնալու եւ դուք քննարկեք ձեր հարազատների հետ հավանաբար խոսակցություններ կլինեն ինչ որ թեմայի շուրջ, այդպես
լարվածություն, չեմ ուզում ասել լարվածություն, բայց գործողություններ հարկ լինեն ավելի ակտիվ լինել, բայց դա կդժվարացնի, որոշակի դժվարություններ կլինեն հարաբերություններում ցանկացած հարցի եւ ձեզ պետք կլինի ինչ-ինչ թեկուզ ընկերների հետ, ոչ միայն հարազատների հետ վերանայել այդ հարաբերությունները մի քիչ ավելի կդանդաղեն, մի քիչ դժվար կլինի ինչ որ եզրահանգման գալ եւ այլն, բայց Մարսը մինչև ապրիլի 10-ը այդտեղ իհարկե դուրս կգա եւ մարտի վերջին Մերկուրին կդառնա ուղընթաց եւ ամեն ինչ աստիճանաբար կկարգավորվի եւ դուք ընտանեկան այդ հարցերը, անշարժ գույքի հարց, ընտանիք կազմելու կամ ձեր հենց ընտանիքի մասին կարող է լինել հարցեր, այսպիսի հարցեր կլինեն, որ դուք նախապես հիմա քննարկում եք եւ հետո արդեն միգուցե ավելի ակտիվ կլինեք ձեր գործողություններում եւ կհասցնեք ավարտին, այնպես որ այդ բոլոր թեմաները, որ ես թվարկեցի, ուշադիր ուսումնասիրեք, որպեսզի ուրեմն ավելի հեշտ լինի ու կարողանաք ավելի արագ գործել։ Երեքին արդեն տեղի կունենա լուսնի ամբողջական խավարումը Հայաստանի ժամանակով 15:37:42 արևելությունը կհակադրվեն 13 աստիճանում եւ ինչպես ասացի դա կլինի կույսի նշանը, որը եւս հողի նշան է, ինչպես որ դուք սիրելի այծեղջյուրներ եւ բնականաբար ձեզ համար դա հիմնականում այստեղ գիտեք հիմնականում արևի նշանով այծեղջյուրներին է վերաբերում, որովհետեւ հնարավոր է որ ասցենդենտի նշանով այծեղջյուրները ոչ մի մոլորակ չունենան եւ հնարավոր է ունենան դա մեծ դեր չխաղա, այնպես որ հիմնականում սա վերաբերվում է արևի նշանով այծեղջյուրներին, սա ի գիտություն Եվ բնականաբար այնտեղ արևը կունենաք, 1-2 մոլորակ հնարավոր է որ ունենաք եւ սա ճիշտ է ինքը ոչ լավ խավարումն է, բայց բոլոր դեպքերում ձեզ համար ինքը դրական ելք կունենա, ձեզ չի խանգարի, բոլոր դեպքերում այն ձեզ չի խանգարի, հատկապես եթե հարցեր կան, որոնք վերաբերում են իրավական խնդիրներին կամ արտերկիր մեկնելու կամ ամուսնության թեմաներ, ուրեմն արտերկրի հետ կապված, այսպիսի հարցերը ուրեմն կարող են եւ դրական լուծում ստանալ, պարզապես չմոռանանք, որ Մարսը ջրի մեջ է եւ այստեղ մի քիչ ինքը ավելի կերկարի, ավելի կդանդաղի այսպես կարող է անդրադառնալ ձեզ վրա, համենայն դեպս ինքը դեռևս որ ասեմ շատ արագ շուտ կստացվի, դա այդպես չի լուծումը, այն ինչ որ ես թվարկեցի, այդ ամենի լուծումը շատ արագ չի լինելու կլինի, բայց դեռևս ժամանակ է պետք, ես նույնիսկ այսքան դա յուրաքանչյուրի անձնական քարտեզն է ցույց տալիս, բայց ես ընդհանուր կարող եմ ասել, դա մոտավորապես երբ կարող է լինել, ուրեմն միջև 26 թվականի օգոստոսը դեռևս դա կձգվի, ահա, սա ձեզ ուղղակի լրացուցիչ ինֆորմացիա Եվ հիմա անցնենք առաջ, դա ուրեմն խավարման մասին, դե գիտեք խավարման միջանցքում ենք, հետո խավարումները, դժբախտ պատահարները շատ են, իրադարձությունները բնականաբար խտանում են իրենք, այդպես էներգիաներ հավաքվում են եւ հենց այդ խավարման միջանցքում վատ խավարումների ժամանակ այդ բոլորը իրականանում են, դրա համար ես միշտ զգուշացնում եմ, որ դուք լինեք զգոն այսինքն յուրաքանչյուր իրադարձություն, որը մեծ ռիսկեր է իրենից պահանջում, մի գնացեք նման քայլերի ընդամենը սա, բայց բոլոր դեպքերում այծեղջյուրների համար, արևի նշանով այծեղջյուրների համար այն մեծաշով վտանգ չի ներկայացնում եւ այսպես մարտի 6-ից մինչեւ մարտի վերջ այս ընթացքում Վեներան կլքի իր բարձունքները եւ կտեղավորվի խոյի նշանում, առանձնապես ինքը երջանիկ չի այդ ամենով, բայց այստեղ ընտանեկան հարցեր կան, որ քննարկվում են, թապես այծեղջյուրների մոտ, գիտեք, հիմա շատ ակտիվանում է շենքշինության հարցը կամ անշարժ գույքի հարցը, այստեղ ինչ որ
քննարկեք, խոսեք այդ մասին։ Ընդհանրապես կարծես թե ընտանեկան հավաքները, ընտանիքով ինչ որ հարցեր քննարկելը, այդ ամենը արժևում է եւ այդ հարցերը քննարկվելու են այծեղ ջուրների կողմից դա ուրեմն կա ֆինանսական հարցեր բնականաբար, եթե թեմաները քննարկում են, այսպես ասած յուրաքանչյուր թեմա, որ քննարկում ես, ֆինանսները ներկա են, առանց ֆինանսների ոչինչ չի լինում։ Ահա, եւ 11-ին Յուպիտերը, որ ասում է ձեր հակադիր նշանում է գտնվում, ինքը կդառնա ուղընթաց, դա շատ կարեւոր է, շատ լավ է, որոշակի ինչ որ հարցեր կառաջանան, բայց ամեն դեպքում իր հասցրած վնասը 7-րդ տանը գտնվելով մեծ չի լինում, այնպես որ լավ իրադարձություններ կլինեն, շփվեք այդպես մարդկանց հետ գործի բերումով ավելի շատ մարդկանց հետ, այսինքն շփվում եք, առաջարկությունները շատ են լինում նաև ընկերության, ամուսնության, համագործակցության առումով, այնպես որ եղեք ակտիվ եւ պահը բաց մի թողեք, որովհետեւ ինքը մինչեւ հունիսի վերջ է մնալու ձեր հակադիր նշանում, հետո արդեն եթե այստեղ ճիշտ պայմանագրեր կապեք, ճիշտ հարաբերություններ ստեղծեք, հետո արդեն կունենաք լավ նվերներ, ֆինանսներ եւ այլն ամեն ինչ լավ կլինի, այնպես որ ճիշտ օգտագործեք այս ժամանակահատվածը եւ մարտի 13-ից մինչեւ հոկտեմբերի 12-ը բնականաբար 2026 թվականի սպիտակ լուսինն է փոխում իր նշանը, ինքը նորից կմտնի կույսի նշան, ձեզ համար շատ լավ է, կարծես թե բարի ուժերը գալիս են ձեր անձնական հարցերը լուծելու, իրավական հարցերը կարգավորելու եւ այլն, այսպիսի լավ բաներ է լինելու ձեզ համար, իմ սիրելի այծեղ ջուրներ, ինքը ասեմ, որ մնալու է 7 ամիս, մարտից մինչև փաստորեն հոկտեմբեր եւ հետո արդեն կշարժվի իր ճանապարհով կշարժվի առաջ այնպես որ բայց բոլոր դեպքերում դժվարություններ կլինեն, պայքարը մեծ կլինի ընդհանուր էներգիան, բայց կարծում եմ դա ձեզ չի խանգարի։ Իսկ նորալուսինը կլինի 19-ին մարտի ժամը Հայաստանի ժամանակով առավոտյան 5:23 րոպե 17 վայրկյան արևև լուսինը կմիավորվեն 27 աստիճանում եւ այն տեղի կունենա ձկան նշանում։ Այստեղ ընկերներով, հարազատներով, քույր եղբայրներով կարևոր հարցեր եք լուծում։ Ոմանք ուզում են մեքենա գնեն, մտածում են այդ թեմայի շուրջ, ոմանք ուզում են ինչ որ անձնական հարցեր, ապագայի հարցերը կարգավորեն կամ ուրեմն բնակարանի կամ անշարժ գույքի հարցեր, այսպիսի խնդիրներ լուծում են, զբաղված են դրանով այծեղ ջուրները, ահա, եւ այստեղ դրվում է նոր սկիզբը, հավանաբար ոմանք հարազատներով կմիանան ինչ որ գործ կանեն կամ ընկերներով կփորձեն ինչ որ մի նոր սկիզբ, հարաբերությունների նոր սկիզբ դնեն կամ այնպես որ այստեղ կվերլուծեն, կհասկանան եւ նրանք ովքեր այս խորհուրդը ունի իր մեջ, որ հանդիպեք ձեր հարազատներին, բարեկամներին, ում վաղուց չեք տեսել, փորձեք վերականգնել կապը, այդ հնարավորությունը տիեզերքը տալիս է եւ իհարկե փորձում ենք նաեւ ընկերների հետ, հարազատների հետ, եթե կա որոշակի լարվածություն հարաբերություններում, փորձեք դա եւս կարգավորել եւ իհարկե մյուս կարեւոր իրադարձությունը դա ասացի գարնանային գիշերը հավասարն է մարտի 20-ին տեղի կունենա արևը կմտնի խոյի նշան, դա ձեր 4-րդ տունն է, գալիս է այստեղ ձեր ընտանեկան հարցերը կարգավորելու, դա կլինի 18:45 րոպե 46 վայրկյան Հայաստանի ժամանակով եւ նրանք ովքեր շատ կարեւոր է ուրեմն այսպես սիրելի այծեղ ջուրներ Եթե ուզում եք ձեր ընտանիքում լինի ջերմություն, խաղաղություն, բայց ոչ հպարտի խաղաղության մասին է խոսքս, այսինքն ձեր հարևանին ասեք, ես ննջասենյակը տալիս եմ ձեզ կամ խոհանոցը կամ պատշգամբը ձեզ եմ նվիրում, որ խաղաղ լինի ամեն ինչ։ Այդ տարբերակը չի, ամեն ինչ մնում է ձեզ։ Պարզապես ընտանիքում երջանկություն, խաղաղություն, ջերմություն է լինում, վերում է ինքը, եթե դուք դիմավորում եք արևը 21-ի առավոտյան ժամը 7:08 րոպե եւ շնորհավորում եք մեկ-մեկու գարնանային գիշերը հավասարը կարող եք նույնիսկ ձեր սիրելի
այդպես քաղցրավենիքները կարող են դրվել ձեր սեղանին հենց 20-ի գիշերը 18:45 րոպե 46 վայրկյանից հետո, ահա, եւ առավոտյան դիմավորեք արևը, թող ինքը ձեր ընտանիք, ձեր սրտերը կամ եթե նոր ընտանիք եք ասում, բերի ինքը ջերմություն, հաջողություն եւ խաղաղություն։ Այսպես սա իրական խաղաղության մասին է ձեր ընտանիքում, երբ խաղաղություն կա։ Ես հիմա կոնկրետ երկրի մասին չեմ ասում, երկրի մասին հպարտն ասում։ Հաջորդը 21-ին, ուրեմն նոր հենց 21-ին, երբ մենք տեսեք առավոտյան դիմավորում ենք արևածագը, այդ օրը հենց Մերկուրին դառնում է ուղղընթաց, այսինքն տեսնում եք գործերը բոլորը ուղիղ են գնում, ուղղընթաց գնում են առաջ, եւ դիմավորում եք արդեն ամեն ինչ ընկնում է իր հունի մեջ եւ ամենակարևոր Վեներան մարտի 30-ին ինքը մտնում է ցուլի նշան, որտեղ խոյի նշանում ինքը լավ չի զգում իրեն եւ բայց ասենք կոնկրետ ինքը գտնվում է անկման մեջ, ուստի ինքը կտեղափոխվի ցոլի նշան, որտեղ իրեն շատ լավ կզգա, այստեղ սիրո թեման բավականին ակտիվ կլինի, ֆինանսները ակտիվ կլինեն եւ կարծում եմ աստիճանաբար հնարավոր է այդպես արդեն մարտը ավարտվում է, ապրիլին հնարավոր է որ ամեն ինչ ընկնի իր տեղը, սիրո թեմայով այդ փոփոխությունները այլևս ձեզ չեն անհանգստացնի, շատ այծեղջյուրների, այսպես ասեմ, եւ ամեն ինչ կլինի լավ։ Համենայն դեպս ես հիմա կավարտեմ, բայց ասեմ, որ ձեզանից եկածող այծեղջյուրներից եկածող էներգիան բավականին լավ էր, դրական էր, այսպեսի գիտեք յուրաքանչյուր նշանը երբ ներկայացնում եմ, էներգիան փոխանցվում է ինձ, երբ մտնում եմ այդ դաշտը եւ ըստ դուք եթե լսեք 12-ն էլ իրանք բոլորը տարբեր են տրամադրության առումով, ներկայացնելու առումով, որովհետև յուրաքանչյուրը իր էներգիան է ինձ փոխանցում եւ ես այդ էներգիայի զգացողությամբ եմ ուրեմն ձեզ համար անում կանխատեսում։ Սա ինչ որ առումով նաեւ կարծես թե անհատական ինչ որ մի մասնիկ ունի իր մեջ, շատ հետաքրքիր, այնպես որ շատ տարբեր են լինում զգացողությունները։ Ինչևէ, հաջորդը մենք կներկայացնենք ուրեմն առյուծներին, ահա, առյուծներին, տեսնենք, առյուծներին եւս շատ սիրում եմ, հավանաբար էլի տրամադրությունը բարձր կլինի եւ վերջում պարզապես հիշեցնեմ բոլորին, որովհետեւ ես մինչեւ երևի թե ելույթ ունենամ, արդեն նշանները ավարտած կլինեմ, ուստի յուրաքանչյուր ստիպված եմ յուրաքանչյուր նշանի համար ասել, որ այս լարված ժամանակահատվածում նրանք, ովքեր գիտեն իրենց ճշգրիտ ժամը, ուրեմն կարող են, եթե ուզում են, սիմվոլիկ գումարով ես իրենց եմ հատկացնում եւ պրոֆեսիոնալ քարտեզը, իրենց փաստորեն ճակատագրական քարտեզը, իրենք իմանում են մոլորակների ճիշտ դասավորությունը, աստիճանները, ասցենդենտի նշանը եւ իհարկե յուրաքանչյուր մոլորակի վերլուծությունը, թե ինչ է բերում այդ մոլորակը ձեզ մոտ 40 թերթ բովանդակությամբ։ Ես այսպես մանրամասնում եմ, որ հետո ինձ չգրեն, չհարցնեն, թե ինչ է իր մեջ ներառում, դա ինչպես է, դա ոնց է եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ մանրամասնորեն ներկայացրեցի, այնպես որ սա հիմնականում միտված է նրան, որ դուք դժվարին, քանի որ արժևում լուսնի խավարումն է, որքան էլ որ ինքը ձեր վրա, ասենք, վատ չի անդրադառնում, բայց դուք հնարավոր է որ ձկան նշանում ունենաք, աղեղնավորի կամ երկորյակի նշանում ունենաք մոլորակ եւ ի վերջո ընդհանրապես ճանաչեք ձեր քարտեզը, իմացեք որ մոլորակը ինչ աստիճանում է, որ նշանում է գտնվում եւ արդեն հաջորդ անգամ ես շատ մանրամասնորեն եմ ներկայացնում, դուք առանց ինչ որ ամեն, ինչպես որ ասում եմ, պատե ժամանակ չեք դիմում աստրոլոգին, այսինքն լարված ժամանակ, կարևոր ժամանակահատվածներ եք դիմում եւ այսպես դուք ուղղակի արդեն գիտեք ինչ է սպասում, ինչ է լինելու եւ ինքնին ձեզ համար հետաքրքիր է լինում, որտեղ դուք զգուշանում եք կամ գիտեք երբ քայլեր անել, ինչ անել եւ այսպես շատ ավելի հեշտ է ապրելը, հավատացեք։ Այսպես, այսքանով ես ավարտեմ սիրելի այծեղջյուրներ, գրում եք տպավորությունների մասին, լայքում եք եւ սպասում ենք հաջորդ ամիս, առայժմ այսքանը։